Աստվածաշնչյան Տերներ Հիսուս Քրիստոս ամեն Հայր մեր օրենքինս ես Սուրբ Եղիցիանում Եղեսցի արքայություն քո Եղիցին կանքո որպես երկինս գրեքի Սած մեր հանապազոր ուր մեզ այսօր Եվ քո մեզ սպարտիս մեր Եվ մի տանիրս մեզի փորձություն այդ լիգյա մեզի չարել Զիքոյի արքայություն և զորություն և հարկ հավիտյանս ամեն Եվս խաղությանս Տեր աճես Իսուսի Քրիստոսի որս թողանում Արկես Տեր Աստված մեզ Կոնկրետ արձանագրությունների հետ կապված մի բան կարող եմ ասել, Հայաստանի Հանրապետությունը քայլ չի կատարի, բազմաթիվ անգամներ մենք նշել ենք, մենք քայլ չենք կատարի, մինչև Թուրքիան ինքը քայլ չի կատարի։ Կանասի, որ այսօր այդ արտոնալությունները արդեն մեռած են։ Փաստացի սառեցված է։ Նորորը հետ կանչվեն ի վերջո։ Ես մի բան կարող եմ ասել, դա Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորություններն է, Հայաստանի Հանրապետության նախագահը այս տարիների ընթացքում ապացուցել է, որ ինքը համահայկական առաջնորդ է, ինքը ողջ հայության առաջնորդ է եւ ինքը այն ազնվորությունն է, որը որ միշտ կանգնած է եղել հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման կողքին եւ ինքը եղել այն ջատագովը, որ հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման գործընթացը պետք է շարունակվի, հիշենք նրա ելույթները Դերզորում եւ Ուդրովսյունի գերեզմանի մոտ, ել չեմ ասում ՄԱԿ-ի ամբանության, ՄԱԿ-ի ամյունից։ Այսինքն այս ընթացքում Հայաստանի իշխանությունների նախագահի գլխավորությամբ ապացուցել են, որ մենք համահայկական եզրերի իրականացնողն ենք նաև մեր բոլոր կարծում եմ գործընկեր կուսակցությունների հետ, որովհետև սա ոչ միայն հանրապետական կուսակցության կամ մեկ այլ կուսակցության մենաշնորհ է կամ ցավ է, սա ողջ հայության ցավն է եւ մենք մեկ ճանապարհ կա հստակ հասնելու մեր նպատակին, դա Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիացնությունն է եւ այս իմաստով մենք պետք է հզորացնենք Հայաստանի Հանրապետությունը, մենք պետք է հզորացնենք Արցախի Հանրապետությունը եւ պետք է Հայաստան, Արցախ եւ Սփյուռք հայկաղորդել լինեն միասնական, համահայկական եզրերի իրականացման գործում։ Թոփ Ես մի բան կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը այսօր միայն առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից է։ Ցավոք սրտի այնպես է ստացվել, որ 300,000 քառակուսի կիլոմետր մեծ հայքից եւ 30,000 փոքր հայքից այսօր մենք ունենք 30,000 Հայաստանի Հանրապետություն եւ 12,000 Արցախի Հանրապետություն։ Բայց ես ինքս անուղղելի օպտիմիստ եմ եւ կարծում եմ, որ հայությունը, եթե Աստված մեզ տվել է տնօրինելու մեր բնորանը, մի օր կգա, որ մենք բոլորս կապենք այդ բնորանը, բայց դրա համար անհրաժեշտ է մի բան, ուժեղացնել մեր երկիրը, թեև սիկունքի տալ եւ լինել միասնական։